Դուք գիտեք իհարկե բոլորդ, մեր կուսակցության անդամները, բոլորը գիտեն, որ մենք 2012 թվականից ունենք ներքին ընտրությունների մի շատ ծավալուն կարգ, շատ մանրամասն մշակված, բոլոր խնդիրները լուծող եւ արդեն 14 տարի է այդ կարգով ենք քվեարկում։ Նկատի ունեմ գաղտնի քվեարկությունների կազմակերպում։ Այս անգամ նույնպես նույն ձևով ենք անելու եւ գիտեք նաեւ, որ հաշվիչ հանձնաժողովի անդամությունը մեզ մոտ ազատ է, ցանկացած կուսակցության անդամ ինքը ուղղակի իր ցանկությամբ կարող է լինել հաշվիչ հանձնաժողովի անդամ։ Հիմա այս պահի դրությամբ ցավոք սրտի, ուրեմն թերի է մեր հաշվիչի կազմը, 9 հոգի են ինքնաառաջադրվել կամ տարածքային կազմակերպությունները առաջադրել։ Հիմա նախ պետք է խնդրեմ համագումարին, որպեսզի ուրեմն կամավորներ, այսպես ասած, գրվեն, քարտուղարությանը ուղղակի դիմեք, սա անհրաժեշտ է, պետք է օգնեք, որպեսզի հաշվիչը կարողանա լիարժեք այդ գաղտնի քվեարկությունը կազմակերպել։ Մեր քվեարկությունները բազմամանդատ են եւ դա շատ բարդացնում է հաշվարկը, չնայած մենք ունենք այն մեխանիզմը, որով շատ արագ կարող ենք արդյունավետ կերպով դա կազմակերպել, բայց միևնույնն է, մեզ առնվազն 16 հոգանոց հաշվիչ հանձնաժողով է պետք։ Այս պահին մենք ունենք առաջադրված 9 անձ՝ Ստեփան Ստեփանյան Աբովյան, Դավիթ Հարությունյան Աբովյան, Արա Մարտիրոսյան Աջափնյակ, Միքայել Մարտիրոսյան Աջափնյակ, Համլետ Աղամիրյան Հրազդան, Ալեքսանդր Շահբազյան Արաբկիր, Մակիչ Մակինյան Մասիս, Էրիկ Շամամյան որ Արաբկիր եւ Աստղիկ Աղեկյան, կարծեմ նույնպես Արաբկիր, եթե չեմ սխալվում։ Մալացյան։ Հիմա նախ ուրեմն խնդրում ենք, որպեսզի եւս գոնե 7 հոգի դիմեն քարտուղարություն եւ իրենց պատրաստակամությունը հայտնեն լինել հաշվիչ հանձնաժողովի անդամ։ Հաշվիչ հանձնաժողովը բավականին շատ հիմա նախապատրաստական աշխատանքներ պետք է կատարի։ Ուրեմն նաեւ պետք է ընտրվի հաշվիչ հանձնաժողովի նախագահ։ Ըստ կարգի հաշվիչ հանձնաժողովի նախագահին ընտրում է հաշվիչ հանձնաժողովի կազմից ընտրում է հաշվիչ հանձնաժողովը, բայց վարչությունը կարող է թեկնածու առաջադրել։ Մենք ինչու, որովհետև դա պետք է լինի մի մարդը, որը գիտակ է, կարողանում է դա կազմակերպել։ Մենք վարչությունով քննարկել ենք եւ առաջադրում ենք Ստեփան Ստեփանյանի թեկնածությունը Աբովյանից, ինչու նախ նա շատ մեծ փորձ ունի ընտրական գործընթացների, բազմաթիվ անգամներ եղել է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահ, բայց ավելի կարևոր է նա այն հանգամանքը, որ նա շատ գիտակ է, շատ սկզբունքային է, շատ ազնիվ է եւ շատ արդարամիտ է։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահը պետք է ունենա անվերապահ վստահություն։ Եվ մենք բոլորս իրան անվերապահ վստահում ենք։ Հիմա այդ առումով, որպեսզի աշխատանքները մի քիչ ավելի արագ ընթանան, ես մի քիչ փոխելով կարգը, ես հենց հիմա կառաջարկեմ, որ համագումարը նույնիսկ հաստատի նախագահին, որպեսզի դրա վրա էլ մենք մի քայլ առաջ գնանք էլ այդ գործով, որից հետո կրկնում եմ, առաջարկեք ձեր տեխնացիոնները, մոտեցեք կամ տարածքայինների նախագահներին խնդրում եմ կազմակերպեն իրենց տարածքից, քննարկեն իրենց թիմի հետ եւ ամեն մեկը գոնե մեկ անձ առաջարկեք։